Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայրենակիցներ, քննարկում ենք պարոն Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցում։ Միանգամից ասեմ, որ Արտակ Զեյնալյանին ճանաչում եմ բավական վաղուց, բարձր եմ գնահատում նրա որպես հայ մարդու գործունեությունը նախ առաջին հերթին Արցախյան ազատամարտի ուղիղ մասնակցության ժամանակ, պարոն Զեյնալյան, եւ ձեր նվիրվածությունը ու նահատակության պատրաստ լինելը, եւ դա խոսում է շատ բարձր բանի մասին, գաղափարախոսական եւ պրակտիկ քաղաքականության մեջ մենք ունենք տարակերպ մոտեցումներ շատ հարցերում, բայց կան նաեւ նույնականացումներ, օրինակ նույն կուտակային կենսաթոշակային համակարգի բողոքարկման ժամանակ, երբ մենք գտնվելով նույն դաշտում, ինչպես նաև այսօրվա իշխանության բազմաթիվ անձինք կարողացանք հաջողություն արձանագրել նախկինների ժամանակ, ու չգիտեմ ինչի այսօր շատերը ուրանում են այդ կարևորագույն ձեռքբերումը ու հետևողականորեն փաստորեն իրացնում են այն քաղաքականությունը, որի դեմ մենք պայքարում ենք։ Բայց դա անցյալն է եւ բնականաբար, եթե վերցնենք միջին որակական այսօրվա իմ գնահատականն է դա, Սահմանադրական դատարանի դատավորների որակական կազմը վստահաբար Արտակ Զեյնալյանը շատ բարձր միավոր կարող է ստանալ այս ամենում, միանշանակ, հատկապես երբ Սեդա Սաֆարյանի ֆոնին առհասարակ քննարկելի չի։ Բայց ես ուզում եմ խոսել այն կարևոր ինստիտուտների մասին, որոնք որ սահմանադրությամբ ամրագրված են, պաշտպանվում են, բայց հետևողականորեն ոտնահարվում են Հայաստանի գործող իշխանությունների, քաղաքական իշխանությունների կողմից եւ քար լռությամբ շատ դատավորներ, այդ թվում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորներ չեն ուզում արձագանքել այս ամենին։ Ես հույս ունեմ, որ պարոն Զեյնալյան, դուք անպայման սահմանադրական ինստիտուտները կարժևորեք, կարևորեք եւ ըստ էության, այլ ոչ թե օրվա քաղաքական իշխանության քիմքին համապատասխան վարքագիծ դրսևորելով։ Առաջինը անշուշտ հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, Սահմանադրության 18-րդ հոդվածում ամրագրված նրա բացառիկ դերը ու նշանակությունը, ինչպես նաև սահմանադրական կարգավորումների համաձայն այն իրավական հենքը, որը ամրագրվել է որպես Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների կարգավորման տեսակետից։ Այն փոխանցում է այս կարևոր կարգավորումը օրենքի, Հայաստանի Հանրապետության եւ առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին Հայաստանյան օրենքի, որի 4-րդ հոդվածի համաձայն կարգավորման սկզբունքները ամրագրված են ինչպես սահմանադրությամբ, այնպես նաև խղճի, ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքով, ինչպես նաև այս օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված պաշտամունքային կառույցների անվերապահ պաշտպանությունը, նաև չափազանց կարևոր երկու դրույթների, որտեղ եկեղեցուն իրավունք է վերապահված մասնակցելու պետական կրթական հաստատություններում եւ բազմաթիվ հաստատություններում, եկեղեցու պաշտոնական հաղորդագրությունները որպես զանգվածային լրատվության միջոցները հրապարակելուն առանց փոփոխության, ինչպես նաև տեսալսողական մեդիայի մասին օրենքով ամրագրված ամենայն հայոց կաթողիկոսի ուղիղ եթերով ուղերձի հեռարձակման պարտավորությունը, ինչպես գիտենք, սրանք մասսայաբար խախտվում են, բայց նաև կարևոր եմ համարում խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի մի շարք պահանջներ, այդ թվում նաև հոդված 17-ի, որով ասում է, որ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից, պետությունը չի միջամտում եկեղեցու, միջանկյալ բառերը չեմ օգտագործում, գործունեությանը եւ ներքին կյանքին։ Միևնույն ժամանակ եկեղեցին որպես ազգային եկեղեցի
որը գործում է նաև հանրապետության տարածքից դուրս, ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ Մենք ինչի ականատեսն ենք լինում, հետևողականորեն այս նորմերի ոտնահարմանը։ Պետությունը հոդված 18 պետության պարտավորություններից մեկն էլ նա է, որ պետք է ընդունի եւ պաշտպանի եկեղեցու հայ առաքելական Սուրբ եկեղեցու անդամների, ինչպես նաև այլ կրոնական կազմակերպությունների անդամների այն իրավունքը, որ նրանք անդամներն ու սպասավորներին վերապահվում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք այլ քաղաքացիների հետ համահավասար։ Մենք հաճախ ենք լսում կոչեր, պահանջներ, եկեղեցական իրավունք չունի մասնակցելու քաղաքականությունը։ Սա Հայաստանի Հանրապետության օրենքն է, հիմնված Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ տրված երաշխավորված իրավունքների վրա։ Հարց է առաջանում, ինչու հետևաբար իշխանության ներկայացուցիչները հետևողականորեն փորձում նսեմացնել սահմանադրական այս ինստիտուտը։ Ոչ մրցակից է պետության կառավարմանը, ոչ որևէ ձևով կարող է պետության ֆունկցիա իրականացնել։ Շատ պարզ պատճառով, որովհետև հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին որպես ազգային եկեղեցի ունի հսկայական դերակատարություն հայ ինքնությունը պահպանելու հարցի առումով։ Հետևաբար թիրախը ոչ թե եկեղեցու սպասավորներն են, այլ հայ ինքնությունը։ Երկրորդ կարևոր ինստիտուտը բարեգործությունն է, սա էլ է սահմանադրական նորմ։ Պարոն Զեյնալյան, Սահմանադրության 86-րդ հոդված, որտեղ ասում է, որ պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը բարեգործության խթանումն է, եւ 87-րդ հոդվածը ուղղակի պարտավորություն է սահմանում պետության համար, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար, որտեղ ասվում է, որ պարտավոր են իրագործել սահմանադրության թվարկվածս հոդվածով սահմանված նպատակները ու բարեգործությունը խթանելու փոխարեն, ինչ անում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը, իրականացնում է բարեգործություն իրականացնող անձանց նկատմամբ հետապնդում, քաղաքական հետապնդում, հստակ քաղաքական հետապնդում, հիմնված ապօրինի քրեական տարերի մեղսակցությամբ։ Այն ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի հետ, սա բարեգործությանը ոչ թե խթանող, այլ հարվածող ուղիղ գործողություն է։ Ու պատահական չէ, որ բազմաթիվ անձինք, ովքեր որ այս բարեգործական ծրագրերի ներքո շահառուներ են, ապշահար են այսօր։ Ապշահար են, որովհետև տեսնում են, որ Հայաստանի Հանրապետությունում խթանվում է ոչ թե բարեգործությունը, ոչ թե կարևորվում է բարեգործը, այլ հակառակը։ Նույնիսկ այս ամբիոնից են մեղսագրում մեղքեր, որոնք որ իրականության հետ առնչություն չունեն։ Սրանք ինստիտուտներ են, որոնք սահմանադրական մակարդակով երաշխավորված են, իսկ նրանց իրականացնողները, բարեգործությամբ զբաղվողները պետության պաշտպանության ներքո պետք է լինեն, այլ ոչ թե պետության թիրախի ներքո։ Ի վերջո, բարեգործը, կրոնավոր սպասավորը, բոլորը կարծիք արտահայտելու ազատություն ունեն։ Դա էլ է սահմանադրական ինստիտուտ։ Սա էլ է ոտնահարվում։ Եվ ոտնահարմանը զուգընթաց իրականացվում է տոտալ, ամբողջական, այսպես հա, վարկաբեկման, վիրավորանքի, զրպարտության եւ քրեական ամենատարբեր այլանդակությունների մեջ մեղսագրվող գործողություններ։ Մարդու անձնական կյանքին չհիմնավորված միջամտություն, պարոն Պարսելյանը անդադ խոսում է այդ մասին եւ ես համակարծիք եմ, որ այո, մարդու անձնական կյանքը չի կարող լինել եւ դատապարտելի են բոլոր այդ երևույթները, բայց չգիտեք ինչի, այս թեմայով համակարծիք է մարդկանց անձնական կյանքը հրապարակայնացնելու, թիրախավորելու եւ այլ գործողություններին, ինչի չեմ կարողանում հասկանալ եւ այդ իմ չհասկանալու հիմնական բացատրությունը նա է, որ քաղաքական իշխանությունը
ավելի քաղցր է ձեր համար, քան թե ճշմարտությունը։ Բայց միևնույն է, ճշմարտությունը հաղթելու է, եւ սահմանադրական արդարադատության կարևոր խնդիրներից մեկն էլ հենց սահմանադրական այս ինստիտուտների պաշտպանությունն է։